հասել է 4,5-ից 7,5։ Այսինքն 3% աճել է։ Ու ասում եք, սա կոռուպցիոն սխեմա է։ Այն կոռուպցիոն սխեման բացել ոնց է լինում այս դեպքում, որովհետև մենք արտաքին ներքին պարկ ունենք, ու երեք ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից մեկը հարցրուց է տվել, ու ասում են, որ ներքին պարկը այլևս չի համարվում պետական պարկ, մոտավոր այսպիսի բան է։ Այսինքն դա ժողովրդի վրա է բաժանվելու, բնակչության քանակի վրա, ու արտաքին պարկն է դա այսօր համարվել։ Նախ կոռուպցիան համակարգի կապված, երկրորդ մյուսը։ Նայեք, այդ մի քիչ շատ տարօրինակ պնդում է, որովհետև բնականաբար պետության պարտք անկախ նայած թե ինչ աղբյուրներից է, դա պետական պարտք է։ Որովհետև այդ պետական պարտքը եթե դուք ձևավորել եք, հետո պետք է վճարվի, սպասարկվի եւ այլն, հա։ Երկրորդ ինչի՞ եմ ես ասում, որ սա մեջ կոռուպցիա կա։ Սա մեջ կոռուպցիա կա, որովհետև եթե մեր մոտ պետական պարտքի սպասարկման արժեքը բարձրացել է 4,5%-ից 7,5%, այն պայմաններում, երբ որ աշխարհում տոկոսադրույքները չեն աճել, այդ ընթացքում կայուն են մնացել։ Դա նշանակում է, որ այստեղ ինչ-որ մի հատ շահառուկ է, չէ՞ որ այդ փողը աշխատում է։ Ոչ թե 3%-ով է աճել։ Ճիշտ հասկացեք, դա աճել է 3%-ային կետով։ Քանի որ մենք ունենք հիմա 5 տրիլիոնից ավել պետական պարտք, 5 տրիլիոն դրամից, այո, ավել պետական պարտք։ Խոսքը գնում է իրականում 5.3 տրիլիոն մոտապես։ Խոսքը գնում է տարեկան 160 միլիարդ դրամի մասին։ 160 միլիարդ դրամի մասին, որ ինչ-որ տեղ է գնում, ինչ-որ մարդկանց գրպանները։ Այ եթե վերցնեք ուսումնասիրեք, թե ում գրպաններն է գնում այդ միջոցները, կհասկանաք, որ դրանք շատ կոնկրետ շահառուներ են, դա ժողովուրդը չի։ Դրանք խոշոր ներդրողներ են, որոնք ստանում են շատ կոմֆորտ, կայուն, երաշխավորված եկամուտ։ Ավելի բարձր եկամուտ, մի հատ եկեք հիշենք, էլի մեր երկրում հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7% է, կարծեմ, թե 6,5% է։ Այսինքն մեր միջին պարտքը ավելի թանկ է, քան թե կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հասկանում եք։ Մենք մեր վրա շալակել ենք պարտք, որից ինչ-որ մարդիկ գերշահույթներ են աշխատում, հա։ Այս հարցը պետք է հավելյալ մի հատ ուսումնասիրել, բայց մեր գնահատականն այն է, որ սա պատահական տեղի չի ունեցել։ Սա պատահական տեղի չի ունեցել։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասեմ ով ինչ հանցագործություն է կատարել եւ գնամ հանցանքի մասին հաղորդում տամ, բայց սա պատահական տեղի չի ունեցել։ Որովհետեւ նույնիսկ եմ ասում, մտածեք այդ թվի մասին, 160 միլիարդ դրամ հավելյալ գերշահույթ է գնում ինչ որ մարդկանց, քան որ պետական պարտքի սպասարկումը թանկացել է այս ընթացքում, լավ։